Բարև ձեզ։ 2026 թվականի սկզբում ամբողջ պետական ապարատը իլույս եկավ իրենց տարեկան հաշվետվություններով։ Նրանք փորձում էին մեզ ներկայացնել այն հաջողությունները, որոնք գրանցվել են իրենց կողմից, եւ այսօր մենք կխոսենք ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մամուլի ասուլիսից, որտեղ նա ներկայացրեց իր կողմից ղեկավարվող կառույցի հաջողությունները եւ կփորձենք վերլուծել։ Եկեք վերլուծենք։ Առաջին եւ ամենակարևորագույն թեզը, որը նա շոշափեց իր ելույթում, դա միգրացիայի դրական սալդոն է։ Եկեք հասկանանք ինչ է նշանակում սալդո եւ ինչպես է այն հաշվում։ Իրականում գոյություն չունի ինչ-որ լուրջ մեթոդաբանություն, ըստ որի կարելի է հաշվել միգրացիոն սալդոն, եւ հաշվարկը շատ պարզ է։ Հաշվում են քանի հոգի է մտել երկիր եւ քանի հոգի է դուրս եկել երկիր տարվա կտրվածքով, եւ այդ տարբերությունը նրանք ներկայացնում են որպես սալդո։ Դա բավականին թերի մեթոդաբանություն է, բայց գոյություն չունի ավելի կոնկրետ եւ ավելի հստակ գործիքակազմ, որով կարելի է դա հաշվել։ Այնուամենայնիվ, եկեք անդրադառնանք Արփինե Սարգսյանի կողմից ներկայացված թվերը։ 2025 թվականի սկզբում Հայաստան է մուտք գործել 5.201.747 անձ։ Տարվա վերջում երկիրը լքել են 5.171.270 անձ։ Դա պարզ հաշվարկներով կազմում է, որ Հայաստանի դրական սալդոն կազմում է 8660 հոգի, եւ դա մեզ մատուցվում է որպես հաղթանակ։ Իրականում դա մի քիչ այդպես չէ, բացատրեմ ինչու, որտեվ հիմնական մուտքը տեղի է ունեցել դեկտեմբեր ամսին եւ ելքը տեղի է ունեցել հաջորդ տարվա հունվարին։ Դա այսպես կոչված խոպանչիներն են, որոնք եկել են նոր տարի նշելու, բնական է, որ տարին փակել են Հայաստանի Հանրապետությունում եւ Հանրապետությունը լքել են հունվար ամսին եւ չեն մտել լքողների ցուցակի մեջ։ Հետևաբար այդ 8660 հոգին ընդամենը մարդիկ են, որոնք եկել են նոր տարի նշեն Հայաստան, եւ դա դիտարկել որպես դրական սալդո անիմաստ է։ Ասեմ ավելին, սա շատ վատ ցուցիչ է եւ ռեգրեսի մասին է խոսում։ Ինչու՞, որովհետեւ այն վատ տարիներին նախկինում այս թիվը կազմում էր 25-ից 30 հազար հոգի։ Այսինքն մենք ունենք Հայաստան նոր տարի անցկացողների շատ լուրջ անկում, 2-3 անգամ Հայաստան այցելող մարդիկ սկսել են Հայաստան չգալ։ Լավ, բա ինչ անենք, ոնց ճիշտ հաշվենք, ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիական իրավիճակը։ Նա շատ ավելի պարզ պատկեր ներկայացնեմ, որ դուք հասկանաք ինչ է տեղի ունենում Հայաստանում ազգաբնակչության հետ։ Ուրեմն 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ընտրություններին ըստ պաշտոնական կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների մասնակցել է 2.581.093 հոգի։ 2026 թվականի ընտրություններին նույն հանձնաժողովի կողմից հրապարակված թվերից ելնելով ընտրողների քանակը կազմում է 2.489.031 հոգի։ Փաստորեն 5 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է գրեթե 92,000 հոգի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում Հայաստանում գրանցում եւ անձնագրեր են ստացել Ռուսաստանի քաղաքացիներ, նախկին այսպես կոչված ռելոկանտները, Հնդկաստանի եւ Պակիստանի քաղաքացիները, որոնք տարիներ շարունակ բնակվում են Հայաստանում եւ ստացել են քաղաքացիություն։ Մենք ունենք 150,000 արցախցի, որոնք բնակվում են Հայաստանում եւ ինչ-ինչ պատճառներով նրանց Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու գործընթացը խոչընդոտվում է, բայց այնուամենայնիվ մի քանի հազար հոգու դա հաջողվել է։ Այսինքն ունենալով իրոք ներհոսք Հայաստանի Հանրապետությունը կորցրել է 92,000 քաղաքացի։ Եվ եկեք այդ ֆոնի վրա նայենք, ինչ խղճուկ տեսք ունի Արփինե Սարգսյանի կողմից
հնչեցված 8660 հոգի ներգաղթը, որը ներգաղթ չէ։ Դա ընդամենը խոպանչիներն են, որոնք եկել են իրենց նոր տարին տոնելու իրենց տանը։ Խորհրդի կարգով հաշվի առնելով, ինչպես ասեցի, բարդ մեթոդաբանությունը եւ մեթոդաբանության դժվարությունները, որոնք կարող են ճշգրիտ պատկեր մեզ ներկայացնել, ես կարող եմ խորհուրդ տալ Արփինե Սարգսյանին եւ նրա գոլեգաներին։ Նման չափումները պետք է անել ոչ դեկտեմբերին, ոչ էլ մայիսին, որովհետեւ դա երկու այն ամիսներն են, երբ հոսքը իրոք շատ է, երբ որ մարդիկ վերադառնում են տուն տոնել իրենց տոները։ Տավտալոգիա ստացվեց, կներեք։ Նման հաշվարկները պետք է անել փետրվարին, այսինքն փետրվարից փետրվար ելումուտքը, մարտին, սեպտեմբերին, այսինքն այն ամիսները, երբ մարդիկ զբաղված են դասերով, աշխատանքով, բիզնեսով, այսինքն ճանապարհորդությունը չի մտնում նրանց գրաֆիկի մեջ։ Այդ ժամանակ, երբ որ հանդարտ է հոսքերի իրավիճակը, կարելի է քիչ թե շատ ճշգրիտ պատկեր ստանել, բայց դեկտեմբերից դեկտեմբեր կամ մայիսից մայիս հաշվարկները բերելու են այս աղավաղված պատկերին։ Հաջորդ թեզը, որը ցույց է տալիս ոստիկանության արդյունավետությունը, դա թմրանյութերի 80%-անոց բացահայտումն է։ Սոցիոլոգիան այնպիսի գիտություն է, որը աշխատում է թվերի հետ եւ այնտեղ կա մեկ անհերքելի սկզբունք։ Թիվը ինքն իրանով ոչինչ չի նշանակում, եթե այն կապված չէ ինչ որ համեմատական մեկ ուրիշ թվի հետ։ Հիմա 80% ինչի համեմատ։ Սա իհարկե Տիկին Սարգսյանը չի ասում, որովհետև նա չի պատկերացնում թվերի գոյացման եւ թվերի զարգացման ընթացքները։ Մի փոքր կարող եմ հիշեցում անել, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված է թմրանյութերի առգրավման 877 դեպք։ 2025 թվականին արդեն առգրավման դեպքերը գրանցվել են 4200-ից ավել։ Այսինքն այստեղ 80%-ի մասին չի խոսքը գնում, այլ ավելի բարձր, եւ Արփինե Սարգսյանը կարող էր իրեն իհարկե նման փառք վերագրեր, որ բացահայտումները մեծացել են անգամներով, բայց իրականում դա այդպես չի, որտեղ եթե 2018 թվականին Հայաստան ներմուծվում էր բնական թմրանյութ, այն է կանեպը կամ օպիոնները, ապա հիմա թմրանյութերը հիմնականում ամբողջ ծավալով գրում են սինթետիկ բնույթ, այսինքն աճել է սինթետիկ թմրանյութերի ներմուծումը Հայաստան։ Սակայն այստեղ խնդիրը կանում է նրանում, անգամ եթե մենք այդ պատկերը ընդունենք, որ բացահայտումները եւ առգրավումները հավասար չեն շուկայի ընդհանուր պատկերին, քանի որ մենք չգիտենք ինչքան է ներմուծվում եւ այդ ներմուծվածի քանի տոկոսն է առգրավում եւ բացահայտվում։ Եթե Հայաստան մտնում է 7 տոննա եւ առգրավվել է 100 կիլոն, դա ծիծաղելի գումար է։ Եթե սահմանը այնպես փակ է, որ ամեն մի մտածը առգրավում է, դա լրիվ ուրիշ պատկեր է, բայց նման փաստեր տիկինը մեզ իհարկե չի ներկայացնում, որովհետև նա չունի պատկերացում, ինչպես կարելի է չափել Հայաստան մտած թմրանյութի, որ տոկոսն են նրանց հաջողում առգրավել։ Նրանք հաջողությունները գրանցում են միայն առգրավվածով, ինչը չի ներկայացնում մեզ ամբողջ պատկերը։ Խորհրդի կարգով կարող եմ առաջարկել տիկին նախարարին կիրառել, ինչպես նա է ասում, միջազգային փորձի մեթոդաբանությունը, որ հասկանանք իրականում թմրանյութերի շրջանառությունը Հայաստանում ինչ մակարդակի վրա է, եւ դրանից ելնելով կարողանանք չափել ոստիկանության էֆեկտիվությունը, որովհետեւ դեռ մենք գիտենք ընդամենը ինչքան է նրանց հաջողվել, իսկ ինչքան նրանց չի հաջողվել։ Եվ ամենակարևորը Հայաստան մտնող թմրանյութերը դա ընդամենը տրանզիտ են, թե նրանք մնում են Հայաստանում եւ թույնավորում են մեր քաղաքացիներին։ Ինչևէ, ես կառաջարկեմ
միջազգային պրակտիկայում գիտականորեն չափված եւ գիտականորեն մշակված մեթոդաբանություն, որով մենք կարող ենք իրոք հասկանալ առաջի հերթին թմրանյութի շրջանառությունը Հայաստանում եւ ոստիկանության էֆեկտիվությունը։ Քանի որ այն վիճակագրությունը, որը մեզ ներկայացնում են, ընդհանրապես հիմնված է արգրավման գործոնի վրա, եկեք տեսնենք, արդյոք կան ուրիշ մեթոդներ, որոնցով մենք կարող ենք չափել ոստիկանության էֆեկտիվությունը։ Առաջի հերթին պետք է չափել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թմրամոլների թիվը։ Իհարկե հասկանալի է, որ ամեն մի թմրամոլ չի, որը հաշվառվում է համապատասխան կազմակերպությունների կողմից, բայց այնուամենայնիվ համեմատական կարգով կարելի է բացահայտել թմրամոլությունը որպես երևույթ աճել է, թե նվազել է։ Երկրորդը, օգտվելով միջազգային ստրուկտուրաների կողմից ներկայացվող հաշվետվությունից հասկանալ, ինչքան է արտադրվում արտադրող երկրում, ինչքան է օգտագործվում վերջնակետում, հա, Եվրոպայում, եւ դրա տարբերությունը հասկանալ, որ մնում է Հայաստանում։ Այդ տվյալներն էլ են բավականին մոտավորապես։ Դրա համար խելացի մարդիկ մշակել են շատ հետաքրքիր եւ արդյունավետ գործիք։ Դա կոյուղաջրերի քիմիական անալիզ։ Այսինքն մարդը, որ գնում է զուգարան, իր կողմից ընդունած թմրանյութերը բնական է, որ նստում են, հեռացվում են կոյուղու միջոցով եւ հետեւաբար չափելով սինթետիկ կամ բնական թմրանյութերի մնացորդները կոյուղաջրերում 1000 բնակչության կտրվածքով կարելի է հասկանալ թմրամոլների տոկոսի աճը կամ նվազումը։ Բավականին թանկ է, ռեսուրսատար, ինտելեկտատար, բայց այնուամենայնիվ միայն այս թվերի վրա հիմնվելով մենք կարող ենք ի հավատք ընդունել Տիկին Սարգսյանի խոսքերը առ այն, որ նրանք 80%-անոց բացահայտումներ են ապահովում թմրամոլության շուկայի շուրջ։ Ավարտելով այսօրվա վերլուծությունը, ես կուզենայի անդրադառնայի շատ կարևոր հարցի, որը տվեց Տիկին Սարգսյանին լրագրողը, որ հիմա Վալերի Օսիպյանի վրա քրեական գործ է հարուցվել։ Արդյոք նա չի վախենում, որ մի օր նա կարժանանա Վալերի Օսիպյանի ճակատագրին։ Բնական է, որ նա հերքեց, որովհետև ըստ նրա նա ոչ մի այդպիսի բան չի արել, ինչի համար նրա վրա կարելի է քրեական գործ հարուցել եւ պատժել։ Դա իհարկե առնվազն միամտություն է, որովհետև եթե մենք խոսենք Վալերի Օսիպյանի հետ, բնականաբար նա կասի, որ նա էլ ոչ մի տենց մի բան չի արել, որ նրա վրա քրեական գործ հարուցեն։ Ես կարող եմ հիշեցնել նրան տխրահռչակ Հռիփսիմե Հակոբյանի ճակատագիրը։ Ավելի հավատարիմ մարդ Փաշինյանին դժվար թե գտնենք, չհասած Վահագն Ալեքսանյանին, բայց Վահագն Ալեքսանյանն էլ է արժանանալու այդ ճակատագրին, նրանք դեռ չգիտեն դրա մասին։ Եվ եթե Տիկին Սարգսյանին թվում է, որ նա ոչ մի տենց մի բան չի արել, ինչի համար նա կպատժվի, ես կարող եմ հիշեցնել այն չբացահայտված դեպքերը, երբ ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն եւ դրա համար քրեական պատասխանատվություն չեն կրել։ Ամենավառ օրինակը իդեպ ասած Տիկինը խոսում էր խոշտանգումների մասին, բայց նա լռեց Սամվել Վարդանյանի գործի մասին, որը առ այսօր ոչ միայն չի բացահայտվել, այլ պատասխանատուները չեն ենթարկվել համապատասխան պատժի։ Եվ այսպիսի մանր քեյսեր Տիկին Սարգսյանի ճակատագրում շատ են եղել եւ կլինեն, եւ դրա համար նա իհարկե պատասխան է տալու։ Մնանք բարով։